Այդ խաֆել հարաբերական է։ Հենց Լավրովի 2 օր առաջ տված հարցազրույցի ժամանակ է Լավրովն ասեց, բայց բոլորովին ուրիշ բան էին պայմանավորվել Թրամփն ու Պուտինը, պիտի այո, Ալյասկայում բոլորովին ուրիշ բան է մեր, բայց հիմա մենք տեսնում ենք, դե տեսեք թե ուղղակի ինչ են անում, 3 օր առաջ էլ ամերիկյան ռազմական ուղղաթիռները ուղղակի նավի վրա, իհարկե ռուսական մամուլը դա չէր տարածում չէր ասում, իջան եւ այսպես մի անգամից ամեն ինչ արգրավեցին եւ դա առաջին դեպքը չէ, արդեն մի քանի տասնյակ դրոշն է Ռուսաստանի, դա համարվում է Ռուսաստանի տարածք, սա գիտություն ընդունենք։ Դա մի կողմից եւ տնտեսական էս հայտարարակ ճնշումները, ել չեմ ասում, որ Հնդկաստանի հետ պայմանավորվեցին եւ Հնդկաստանը ինչ քանակի նավթ էր գնում Ռուսաստանից, Թրամփը կարողացավ հասնել նրան, որ ամբողջությամբ հրաժարվեց։ Այսինքն ճնշումները շարունակվում են, բայց դե պատերազմը այդպես է, տարբեր ճակատներում, տարբեր ձևով ընթանում է։ Իդեպ ասեմ, Ռուսաստանը մի պետություն է, որի մայրաքաղաքը թշնամին գրավել է, բայց հետո այդ պատերազմը ավարտվել է Մոսկվա գրաված պետության մայրաքաղաքում, Փարիզում, 1812 թիվ, ճիշտ է։ Ռուսաստանը մի պետություն է, որի մայրաքաղաքի մատուցներում թշնամի եկել է եւ հերադիտակով մայրաքաղաքի մատուցներն է դիտել եւ հրետանի է աշխատել 1941 թիվ դեկտեմբեր, բայց պատերազմը ավարտվեց Գերմանիայի մայրաքաղաք Բերլինում եւ վերջինս կապիտուլյացիա։ Հիմա սա ինչ եմ ասում։ Այսօրվա Ռուսաստանը շատ ավելի հզոր է, քան Նապոլեոնի ժամանակվա եւ քան Հիտլերի ժամանակվա։ Ինչու՞։ Որտեղ Ռուսաստանը ունի միջուկային տրիադա 1, ունի հիպերձայնային արագության հրթիռներ 2, ունի Արեշնիկ տիպի հրթիռ 3, ունի Պասեյդոն տիպի Սուզանավ հրթիռ, հա, 2-ը 1-ում, որը ուղղակի կարող է մի քանի, օրինակ ասենք, տեսականորեն գնահատել են, թե Պոսեյդոնը ԱՄՆ-ի արևմտյան եւ արևելյան ափերում եթե պայթի ինչ կլինի։ Հիմա ես մի զուգահեռ բերեմ եւ դա հեքիաթների դաշտից չի։ Ուրեմն պայթում է մոտ 10 Պոսեյդոն, օվկիանոսի մեջ գտնվող սալերի տեկտոնիկ մեծ ցնցում է առաջացնում եւ ջրի մեջ շիթ բարձրանում է։ Շթի բարձրությունը գիտեք ինչքան է։ Օրինակ 2000-ականների սկզբին Ինդոնեզիայում 30 մետր բարձրությամբ ուրեմն ալիք բարձրացավ, առափնյա բոլոր բնակավայրերը 30 մետր, ընդ որում կարճ ժամանակով։ Բոլոր բնակավայրերը մոտ 280,000 բնակությամբ ուղղակի ոչնչացրեց։ Հիմա այս պայթյունների հետևանքով ալիքը, գիտեք ինչքան է բարձրանալու, 300-400 մետր։ Այսինքն հասնելու է ամպեր եւ վերև։ Այդ պայթյունի հետևանքով ջուրը բարձրանալու է։ Ընդ որում, եթե անընդհատ պայթյուններ դու կարող ես ժամ լինի։ Դա Ամերիկայի եւ արևելյան արևմտյան ափ։ Եթե այդ մի քանի Պոսեյդոնը պայթի Բրիտանիայի ափերի մոտ, Բրիտանիա կղզին, ուղղակի կարող է թեթևի մեջ անցնել։ Հիմա արդեն կանխատեսում եք, ես ասում եմ, ես ինչի համար եմ ասում, որ Ռուսաստանը այսօր ավելի ուժեղ է։ Ռուսաստանի ղեկավարությունը այսօր ունի կամք այդ կոճակը սեղմելու եւ դա ոնց է ձևակերպվել։ Ում է պետք աշխարհը առանց Ռուսաստանի, սա ասում էր, որ կա քաղաքական կամք, եթե անհրաժեշտություն լինի այդ կոճակը սեղմել։ Թեև Ռուսաստանը չի ուզում որևիցե ձևով իրեն փորձում են սադրել։ Ընդ որում սադրող հիմնականում Եվրամիությունն է, ճիշտ է։ Եվ որի վերաբերյալ վերջերս Ռուսաստանը ասեց. Ոմանք ասում են, որ մենք Ուկրաինայում պատերազմում ենք, մենք չենք պատերազմում, այնտեղ հատուկ ռազմական գործողություն է, թիրախային կետային հարվածներ, բայց եթե Եվրոպան ցանկանում է մեր այդ պատերազմը, մենք պատրաստ ենք դրան։ Իսկ Եվրոպան, մայրցամաքային Եվրոպան 500 միլիոն բնակությամբ, հա, ասենք մի քանի տասնյակ միջուկային հրթիռների հարվածից հետո ամբողջովին անմարդաբնակ ալնում։ Սա այդ ապոկալիպտիկ զարգացումների տարբերակն եմ ես ասում, բայց միշտ ԱՄՆ-ը իր աչքի առաջ ունի, որ Ռուսաստանը կարող է նման բան անել։ Հիմա